Մենք իրար կարիք ունենք, իմ քարոզես մասին ալինելով, մենք իրար կարիք ունենք, մենք աստծո կարիքն ունենք, ամենաառաջինը, բայց նաև իրար կարիք ունենք, Աստված ոնց պատվիրելա, որ սիրիր քո Տեր Աստծուն, հաջորդը պատվիրելա, սիրեցեք իրար, և խոսենք այս մասին, ուրեմն դու ունես եկեղեցու կարիքը, այդ Աստված է այդպես դրել, բոլոր պարգևները մի հոգու չի տրվել, և դա Աստծուց է, որ մեկին տրվել, այն մնացածի կարիքը չէր զգացվել, բայց Աստված դրել է այնպես, որ մեկը մի շնորհք ունենա, մյուսը մի պարգև ունենա, այն մյուսը մի շնորհք ունենա, որպեսզի իրար լրացնեն, որ մենք իրար կարիք ունենանք, դա մտածված Աստծուց արված այդպես, և մի կարճ sense բան եմ գրել, աչքերը հայտնաբերում են ջրի աղբյուրը, հայտնում են ուղեղին, որ հանձնարարի ոտքերին, որ առաջնորդի դեպի ջրի աղբյուրները, բերանը բացում է, ձեռքերը վերցնում են թասը և հագեցնում են ամբողջ մարմինը։ Ես sense գրել եմ մտածված, որպեսզի իմանանք, որպեսզի ծարավը հագեցնես, տեսեք ինչքան մարմնի անդամներ են մասնակցում, այդպես էլ մենք ենք Քրիստոսի մարմնի մեջ։ Ոչ մեկս ավել չենք, ոչ մեկս տեղ ավել չի, բոլորը կարևոր են, բոլորը մեկի մյուսի կարիքը ունեն։ Փառք Տիրոջը դրա համար։ Դու լսեցի, չէ՞ ինձ։ Դու եւ ես կարևոր ենք Աստծո համար, մենք իրար համարել ենք կարևոր։ Փառք Աստծո։ Ու որ ասում է Աստված մեր հետ, չի ասում ինձ հետ, իմ հետ, այլ ասում է մեր հետ, որ նշանակում է Էմանուել։ Նաև ուզում եմ ասել, որ հոգևոր կյանքը դա միայն հավատք չի։ Շատերի մոտ ստեղ սենց է, ես նկատել եմ այս ժամանակի մեջ, որ հոգևոր կյանքը կարծես մենակ հավատք լինի, բայց եւ հավատք է, եւ ընթացք է։ Պողոս առաքյալը ասում է հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի։ Ցավալիորեն այս ընթացքը կատարելը, ինչ եմ նկատել վերջի ժամանակներս շատ հավատացյալների մոտ չկա։ Մենակ հավատացինք ու վերջ։ Հավատքը դա սկիզբն է, վերջ չի, ժողովուրդ ջան։ Հավատքը կարևոր է, որպեսզի մտնենք նեղ դուռը, բայց միայն նեղ դուռ չի, նեղ ճանապարհ է նաև։ Մենք կարիք ունենք ընթացքը գնալու միջև վերջ։ Շատ լավ։ Եվ ցավալիորեն ոչ բոլորն են սա կարողանում խորը ըմբռնեն, որովհետև հոգևոր կյանքը պունկտ A-ից պունկտ B տեղափոխվելն է։ Միայն պունկտ A-ն բավարար չի։ Եգիպտոսից դուրս գալը վերջը չի։ Եգիպտոսից դուրս գալը սկիզբն է։ Կա նաև խոստման երկիրը։ Իրանց մեջտեղը ընկա պունկտ A-ի պունկտ B-ի մեջտեղը ընկած է անապատ։ Եվ մենք անցնելով այդ ընթացքը կարող ենք հանդիպել տարբեր դժվարությունների, ես նույնիսկ թվարկել եմ, մենք այդ ճանապարհի մեջ փոխվում ենք, այդ ընթացքի մեջ, փորձվում ենք, աճում ենք, ազատագրվում ենք, մենք ճանաչում ենք մեզ, նաև ճանաչում ենք Աստծուն։ Ես կարամ Սուրբ գրքի համարներով բոլորը հաստատեմ, 40 տարի անատվածներով պտտացրի, որ քո սրտի միջինը հայտնի անեմ եւ այլն, այս բոլորը կարելի է թվարկել։ Ուղղակի քանի որ սրա վրա չեմ կենտրոնանալու, այլ սրա վրա եմ ուզում կենտրոնանամ։ Երբ որ մենք պունկտ A-ից գնում ենք պունկտ B, այսինքն երբ որ դուրս ենք եկել այս աշխարհից եւ գնում ենք երկինք, այս ընթացքում մենք իրար կարիք ունենք։ Սրա վրա եմ ուզում այս ընթացքի մեջ, այդ ընթացքս կատարեցի, այդ ընթացքի մեջ շեշտադրել, որ մենք իրար կարիք ունենք։ Ոմանք դուրս եկան եւ հենց այդտեղ էլ ավարտվեց իրանց հավատքը։ Չգնացին միջև վերջ։ Պատճառներից մեկը նա է, որ իրանք մերժեցին իրանց կողքինին։ Պատճառներից մեկը այո, մեղքն է, մեկը տրտունջն է Աստծո առաջ կարանք թվարկենք, բայց նաև մեկն էլ նա է, որ իրար մերժեցին։ Եկեղեցին մերժեցին եւ անապատում փռված ընկան։ Եկեղեցին մերժեցին եւ չհասան խոստմանը։ Ընթացքը չկարողացին գնալ միջև վերջ։
Ժողովուրդ ջան, սա շատ կարևոր է։ Դու քո եկեղեցու կարիքը ունես, նաև իհարկե քո եկեղեցին էլ քո կարիքն ունի։ Մենք ունենք Աստծուց տրված շնորհներ, որ կարիք ունենք իրար փոխանցելու, լրացնելու։ Եվ սրա վրա ուզում եմ Սուրբ գրային համարներով գանք եւ ընթացքը այսպես գնանք, շատ լավ, որպեսզի կարողանանք հասնել նպատակին։ Եթե դու ընթացքը չգնաս, հա, այստեղ խնդիրներ կլինի եւ կարող ես հոգեվոր կյանքում անկումներ ունենալ կամ ընկնել։ Ուրեմն կարևոր է որ չկանգնես այդ ճանապարհին, այդ ընթացքի մեջ, անընդհատ գնաս եւ հետ չնայես ողտի կնոջ նման, հա, ոչ կանգնես, ոչ հետ նայես, այլ ընթացքդ միջև վերջ գնաս։ Երբ որ գնաս, խոստումները վերջում սպասում են քեզ։ Ուրեմն Երեմիա, ուրեմն գրել եմ Երեմիա 6-րդ գլխի 16-րդ խոսքը։ Երեմիա 6:16 Ասպես է ասում Տերը. կանգնեցեք ճանապարհներին եւ տեսեք եւ հարցրեք վաղեմի ճանապարհներից, թե արդյոք որն է լավ ուղին, այն ժամանակ գնացեք նրանով եւ դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար։ Հետաքրքիր է։ Կանգնեցեք ձեր ճանապարհը, մի պահ ժողովուրդ ջան, մի պահ կանգ առեք, այս որ sense վազում ենք, մի պահ կանգ առեք եւ ասում է հարցրեցեք վաղեմի ճանապարհներին։ Ինչ է վաղեմի ճանապարհը։ Ինչ նկատի ունի վաղեմի ճանապարհներ ասելով։ Հարցրեք վաղեմի ճանապարհներից։ Գիտեք, ձեզանից առաջ հավատացյալներ են եղել, իրանցից առաջեր են եղել։ Եվ օրինակ ես ապաշխարել եմ մոտավորապես 34 տարի, 34 տարի առաջ, 91 թվականի, հենց սկզբից 91 թվականի ապաշխարել եմ։ Բայց ինձանից առաջ էլ ես ունեցել եմ հոգևոր ավակներ։ Ես տեսել եմ իմ հովվին։ Երբ որ ես հիշում եմ իմ հովվին եւ նաեւ ես բարձրացրել եմ ուրիշ հովի։ Նա էլ հիմա բարձրացնում է ուրիշ ծառայողներ։ Եվ սա ճշմարտությունը այսպես է, որ օրինակ Պողոս Առաքյալն ասում է, այն ինչ որ Տիմոթեոս ինձանից լսեցիր, փոխանցի հավատարիմ մարդկանց, որ ի վիճակի լինեն իրանք էլ փոխանցեն ուրիշներին։ Ստեղ կա Պողոս Առաքյալը, Տիմոթեոսը, կան հավատարիմ մարդիկ եւ կա ուրիշները։ Եվ ասածից նպատակը սա է, որ դու կարիք ունես Պողոս ունենալու քո կյանքում։ Ով է քո կյանքի Պողոսը։ Իսկ եթե դու մտածում ես, որ դու Պողոս ես, այդ դեպքում ով է քո կյանքի Տիմոթեոսը, ում ես բարձրացրել։ Ուր է քո կյանքի Տիմոթեոսը։ Իսկ եթե դու Տիմոթեոս ես, ուզում եմ ասեմ, իսկ ուր են քո հավատարիմ մարդիկ։ Հավատարիմ մարդկանց փնտրեք, հավատարիմ մարդկանց ինչի համար փոխանցելու էստաֆետան, հա, ոնց են ասում, փոխանցելու իրանց ավետարանի խոսքը։ Եվ հավատարիմ մարդիկ նրանք են, ովքեր որ ի վիճակի են ուրիշներին փոխանցելու։ Եվ այսպես սերունդ փոխանցվել է մեզ։ Հիմա ես տեսել եմ մի տեսակ հավատացյալների այս վերջի ժամանակներս, որ իրանք համար, ինքը իր համար, ինքը իր Աստված, նա որ խոստնես Տերս ինձ էս ասեց, Տերս ինձ էսպես ասեց, իմ Տերը ինձ, այ ախպեր ասում եմ, իմ Տերն էլ է Հիսուսը։ Այն ոնց որ ասես, ես քո կարիքը չունեմ, ես իմ Աստված, գիտի թե ինքն ու Աստված է, բայց այտենց չի, ժողովուրդ ջան, Աստված մտածված քո կողքին դրել է հենց այդպիսի մարդիկ։ Աստված մտածված Վարդան եղբորը դրել է քո կողքին։ Որ դու իր կարիքն ունենաս, ու դու գիտես, որ դու իր կարիքն ունես։ Ինչի համար, որ մարդ ես, եթե մի բանում սխալվես, հա, Աստված դրել է մտածված Կարեն եղբորը քո կողքին։ Դուք իրար կարիք ունեք։ Եվ եթե միտեղ սխալվես, վաղեմի ճանապարհներին հարցրա։
նրանք, որ արդեն տեղով անցել են, նրանք, որ արդեն այդ կողմերում եղել են, հարցրա։ Դու հայտնվում ես հոգևոր կյանքում դժվարությունների, ընտանեկան խնդիրների եք հանդիպում ես մի դժվարության, հա, հիվանդություն կա, ընտանեկան փոխհարաբերության խնդիրներ կան, մարդուկին իրար լեզու չեն հասկանում, ֆինանսի խնդիրներ կան, բարեկամական խնդիրներ կան եւ կարելի է թվարկել սրանք։ Ասում է Վաղեմի ճանապարհներին հարցրա։ Իհարկե աղոթք պիտի անես, բայց ականջդ բաց լինի նաեւ քո եղբորը, քո առաջնորդին։ Տիմոթեոս, ինչ որ ինձանից լսեցիր, փոխանցի հավատարիմ մարդկանց։ Հետաքրքիր է, չի ասում, որ ինձ ուշադրություն մի դարձրա, ինչ Աստծուց լսեցի, բայց Աստված տենց չի գործում, Աստված ներգործել էր Պողոսի կյանքում, որպեսզի փոխանցի Տիմոթեոսին։ Ես չեմ ասում, Տիմոթեոս առանձին Աստծո հետ էր հաղորդակցում, Աստծուց էր բաներ առնում, բայց իր առաջնորդի կարիքը ուներ։ Ես շատ եմ խնդրում, հիմա մի հատ sense բան ասեմ, կարևոր է, որ մենք Սուրբ գրքում ասում է, հիշեցեք ձեր առաջնորդներին, որ Աստծո բանը խոսեցին ձեզ։ Նայեցեք նրանց վարմունքի վախճանին եւ նման եղեք նրանց հավատքին։ Եկեք Սուրբ գրքից եմ կարդում, մի հատ էլ մտածենք սրա շուրջը։ Եբրայեցիս 13:7-ն։ Հիշեցեք ձեր առաջնորդներին, որ Աստծո բանը խոսեցին ձեզ։ Նրանք, որ Աստծո խոսքն են ձեզ խոսել, հիշեցեք, նայեցեք նրանց վարմունքի վախճանին, այսինքն ընթացք են ունեցել, հա, վարմունքի վախճանին, գնացել են, գնաց է, հանդիպել են դժվարությունների, շատերին թվում է, թե հովները երկնքից են ընկել, բայց չէ, շատ դժվարություններ են հանդիպել, շատ նեղություններ ու դժվարություններ, ամեն տեսակի, ոնց ասեմ, փորձություններ, անապատային օձերել են հանդիպել, կարիճներ են հանդիպել, մեր առաջ էլ ծովը փակ եղել, մենք էլ ենք անապատում դժվարություններ հանդիպել, բայց ընթացք է եղել։ Այդ պունկտ A-ից պունկտ B գնալու ժամանակ շատ տարբեր տեսակի փորձություններ են եղել։ Բայց երբ որ անցնում են Հորդանանը, ես ուղղակի անգիր պատմեմ, ասում է Աստված պատվիրում է, ասում է Հեսուին ասում է վերցրա այն ամուր տեղը կանգնած այդ քարերը նիպադվիժնի ռուսեն գրած է, այդ քարերի վրա կանգնած քահանաների ոտի տակ այդ քարերը վերցրեք, ձեր հետ տարեք այնտեղ որտեղ մնում եք եւ իրար վրա դրեցին եւ երբ որ հաջորդ սերունդը հարցնի թե այս ինչ քարեր է, իրանց կպատմեք, կասեք որ մեր այդ պատմությունը սա ընթացքը կպատմեք, ընթացք է հոգեվոր կյանքը։ Այս ընթացքը լրիվ կպատմեք, թե ոնց Աստված իրանց առաջնորդեր բերել եւ այլն, որ հոգեվոր կյանքը միայն այն չի որ հավատացինք ու վերջ։ Հավատացինք, դե եկեք ընթացքն էլ գնանք միջև վերջ։ Եվ այդ ընթացքի մեջ մենք իրար կարիք ունենք, մենակ չես կարող գնալ։ Երեք ընկեր իրար հետ գնում են ձուկ բռնելու։ Վերջը, խմում են, հարբում են եւ վերջում վերադառնալուց ամբողջ գիշեր թիավարում են եւ առավոտը լուսաբացին տեսնում են տեղից առաջ չեն գնացել, տեսնում են լոդկան կապած ա եղել ծառից։ Գիտես, միգուցե սաղ գիշեր չարչարվել ես ձուկ չես բռնել, որովհետեւ Քրիստոսը քո լոդկայում չեղել։ Բայց չեմ ուզում, որ մի օր աչքերդ բացես, արթնանաս երկնքում ու տեսնես, որ քո լոդկան կապած ա եղել ծառից։ Ուզում եմ, որ բոլոր կապերը կտրած լինի այս աշխարհի հետ, որ քո լոդկեն շարժվի, որ գնաս, հասնես տեղ։ Դրա համար կակ մինիմում գոնե արթուն լինել ապել, զարթուն լինել ապել։ Տրեզվի, հա, պետք ունենք մենք դրա։ Շատերն եմ տեսել այս օրերի մեջ հավատացյալներ, որոնք որ այսպես են մտածում, որ
ես ոչ մեկի կարիքը չունեմ։ Ես մարդու կարիք չունեմ։ Իրոքը տենց է։ Մենք մարդու կարիք չունենք։ Как минимум դու քո ընտանիքի կարիքը ունես։ Как минимум դու քո եկեղեցու կարիքը ունես։ Հա, մենք դրա կարիքը կա, կարիք եմ ասում։ Մենք կարիք ունենք եւ սիրելու եւ սիրվելու, եւ հոգ տանելու, եւ պատասխանատվություն կրելու։ Սրա կարիքը կա։ Դու քո հովի կարիքը շատ ունես։ Գիտեք, հովիվներ կան միայն զվարճացնող են։ Լավ հավեսով, անեկդոտներով, բանով, դե իրանք էլ տենց են։ Եվ շատ մարդիկ կան, որ սիրում են միայն այդ տեսակը, որ ծիծաղացնելու բաներ են պատմում։ Ես մի քիչ տենց չեմ։ Մի պատմություն լսեցես երկու օրը, ասում է Ռետինը եւ Մատիտը իրար հանդիպեցին։ Եվ Ռետինն ասեց. «Բարև Մատիտ»։ Ասավ, ես քեզ չեմ ուզում բարևեմ։ Ռետինն ասեց, բայց ինչի ես քեզի չեմ արել։ Ասավ, դու ջնջում ես իմ գրածները։ Ասեց, բայց ես ջնջում եմ սխալները։ Միևնույնն է, ասավ, ես չեմ կարող քեզ ներել։ Դու ջնջում ես իմ գրածները։ Ռետինն ասեց, լսի, ճշմարտությունը գրելը կարևոր է, բայց մեղքերը ջնջելն էլ, ներողություն, արդեն մեղքերն եմ ասում, բայց սխալները ջնջելը նույնքան կարևոր է, որքան որ ճշմարտությունը գրելը։ Եվ Մատիտը սկսեց նայել Ռետինին։ Կամաց շշուկով ասեց, բայց դու գնալով փոքրանում ես։ Մի քիչ հետո ասեց, ես էլ եմ փոքրանում։ Ռետինն ասեց, ես գիտես թե եմ փոքրանում, որովհետև ինձ, իմ կյանքը, իմ եղածը, իմ էությունը ներ եմ դնում քո սխալները ուղղելու։ Դրա համար եմ ես ինձ ներ դնում։ Ես ինձ ներ եմ դնում դրա համար։ Եկեղեցին եւ Մատիտի կարիք ունի, եւ Ռետինի, ժողովուրդ ջան։ Մենք կարիք ունենք, որ մեկը ոչ միայն մեր կյանքում ճշմարտությունը խոսի, նաև մեր սխալներն էլ ուղղելու։ Եվ Մատիտն է կարևոր, եւ Ռետինն է կարևոր։ Ես չգիտեմ ինչի հավատացյալների տեսակ կա, որ միայն Մատիտի կարիք ունեն։ Թույլ տվեք թող ձեզ խրատեն, հանդիմանեն։ Վայ են մարդուն, որ հանդիմանող չունի, որ խրատող չունի, որ ուղղություն ցույց չի տալի։ Գիտեք, հավատացյալներ կան, որոնց վախենում ես մի բան ասես, մի բան ուղղես, մի քիչ համարձակ ասես, հենց մի քիչ խիստ ես ասում, միանգամից վիրավորում, նեղվում, թաքնվում։ Հա, գիտես, կարևոր է, որ թույլ տաս, որ քո կյանքում Ռետին լինի, նաև Ռետինի կարիք կա, որ մեկ-մեկ քո սխալները ուղղեն։ Տենց չի, որ գազ տված գնում ես եւ ոչ ոք չկա, որ քեզ քո հետքերը ջնջի։ Լսեք, մենք բոլորս ենք սխալվում։ Ես ինքս Ռետինի կարիք ունեմ։ Թեև ինչքան էլ Մատիտ լինեմ, մեկ է Ռետինի կարիքը ունեմ։ Շնորհակալ եմ բոլոր Ռետինների համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց համար, ովքեր իմ կյանքում կան։ Կան առաջնորդներ, եկեղեցու հովիվը կա։ Կան ծառայողներ քո կյանքում, պատասխանատուններ։ Ես խնդրում եմ քեզ, հոգևոր, այս վերջի ժամանակները շատ եմ նկատել, հոգևոր դաստիարակության կարիք կա։ Պատվի քո առաջնորդին։ Նույնիսկ Սուրբ Գիրքն ասում է առաջնորդներին, նրանք, որոնք որ մատիտ են, որոնք խարոզիչ են, կրկնակի պատվի արժանացրեք։ Կրկնակի պատվի արժանացրեք։ Ինչ է նշանակում կրկնակի պատվի։ Դա մենակ երկու պորցի հաց ուտելը չի։ Շատ պատվի արժանացրա։ Մենք սովորենք ընթացքը կատարել, որ մենք էլ մի օր ասենք հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի։ Ընթացքս կատարեցի։ Կենաց պսակը վերջում է լինելու։ Թե չէ շատերը արդեն հավատացել ենք, բա օր է կենաց պսակը։ Կենաց պսակը ընթացքից հետո է։ Պատրաստած է, պատրաստ դրած անդեղ, բայց ընթացքդ գնալուց հետո ես վերցնելու, բայց քո համար պատրաստված է։
միայն թե զգուշ եղի, որ ուրիշ մեկը քո պսակը չվերցնի։ Զգուշ եղի, որ ընթացքդ այնպես գնաս, որ չլինի թե մեկ ուրիշը քո ձեռից տանի։ Դա քո բաժինն է։ Իրար հասկանում ենք ինչ ենք ասում։ Ես շարունակեմ մի փոքր կարդալ։ Ուրեմն ասեցի, ունենալ Պողոս եւ Տիմոթեոս։ Ոմանց համար դու Պողոս ես, իսկ ուր է քո Տիմոթեոսը։ Կամ եթե Տիմոթեոս ես, ուր է քո Պողոսը, ուր են քո հավատարիմ մարդիկ։ Սրանք շատ կարևոր են։ Կարելի է սա շարունակել։ Ուր է քո Եղիսեն։ Ուր է քո Եղիան, եթե Եղիա ես։ Եթե Մովսես ես, ուր է քո Հեսուն։ Գիտեք, Մովսեսից հետո բարձրացավ Հեսուն, բայց լսեք ուշադիր։ Հեսուից հետո ոչ ոք չբարձրացավ։ Եվ եթե չեմ սխալվում թիվը, երևի թե եթե չեմ սխալվում, կարող է մոտ 300-400 տարի տևի, կամ մի քիչ, չգիտեմ, 40 տարի չեմ մանում, բայց երկար տարիներ Իսրայել ժողովուրդը գնաց կռապաշտության մեջ։ Հատուկ գրած այդ մասն համարը կարող եմ գտնել մի օր ցույց տալ, որ քանի որ եկավ մի սերունդ, որ չէր ճանաչում ոչ Հեսուին, ոչ Մովսեսին, ասում է եւ ժողովուրդը գնաց կռապաշտության մեջ։ Մեր մոտ քարոզել եմ այս մասին, ուղղակի իմ քարոզը այս մասին չի, դրա համար համարները չեմ վերցրել առանց։ Այսինքն, եթե դու չունես քո կյանքում այլևս չունես Մովսես, քեզ առաջնորդ չունես, մատնված ես կռապաշտության գնալու, մոլորության գնալու, սխալվելու, անապատում փորձվելու ու ընկնելու, բայց առաջնորդ բարձրացրեց Աստված, որից հետո նոր ծովը բացվեց, անապատներով անցան, առաջնորդի ձայնը կարևոր էր, ասենք, ասում է անապատում կանչողի ձայնը պատրաստ արեք Տիրոջ ճանապարհները։ Այսինքն անապատի այդ ձայնը սրանա, որ պատրաստենք այդ ճանապարհները։ Այդ ընթացքը։ Եվ եթե չկա մեկը, որ քեզ գոնե ձայն տա, ես մի անգամ այդ մասին խոսել եմ, որ երբ որ մարդը մտնում է գետը, հա, այնտեղ ասում է 1000 կանգուն չափեց, ոտքերից էր, ջրերը հետո ծնկներից էր, եւ չլինի թե այնքան ափին մոտիկ լինես, որ ով որ ափից խոսի, իր ձայները լսես։ Այնքան խորացե Աստծո գետի մեջ, որ միայն գետի խշշոցը լսես, ոչ թե ափից կանչողի ձայնը։ Ափից այսօր այս աշխարհը շատ է կանչում։ Մի բան ասեմ, անկեղծ ազնվանանք, էլի, որ դուք հավատքի եք եկել։ Սկի սենց ձայն լսել եք, որ շատ չխորանաս։ Հավատա, բայց շատ չխորանաս։ Հետո որ տեսելա ճար չկասելա կգժվես, հետո մի քիչ հետո ասելա կորցնում ես, ծանոթ ձայներ եմ ասում, այս են ափի ձայներն են, որ կանչում են հետ արի, այ մարդ էսուր կնացիր, ո ինչ խայտառակություն, լսի Աստված քեզ տանում է հավիտենական կյանք, Աստված քեզ ուզում է օգնի առատությամբ, խոստման երկիր է տանում քեզ, Եգիպտոսի ձայները թող լռան, լավ մի քիչ այս թեմայից դուրս եկա, ուզում եմ նորից վերադառնալ, ուրեմն ընթացքի մեջ, այս ընթացքի մեջ մենք շարունակենք ասել, որ մենք իրար կարիք ունենք։ Եթե դու առաջնորդի կարիք չունես, այլևս շատ վտանգի է մատնված քո կյանքը եւ ավելին ասեմ, քո հոգեվոր կյանքը նկատի ունեմ։ Բացառված չի, որ սխալվես, մոլորության մեջ գնաս, ինքնագլուխ չդառնաս։ Ինքնուրույն եղի, բայց ինքնագլուխ մի եղի։ Երբ ասում ենք Գողիաթ, տեսնում ենք ուժեղ մարդ, երբ ասում ենք Դավիթ, հասկանում ենք ուժեղ մարդ Աստծով։ Երբ ասում ենք Սամսոն, հասկանում ենք ուժեղ մարդ Աստծով։ Սողոմոն, հասկանում ենք իմաստուն մարդ, հա, Աստծով։ Աքիթոփել, հիշում եք ով է եղել խորհրդատուներից, այո։ Եվ հասկանում ենք, որ ոնց ինքը դավաճանեց, հա, ինչ որտեղ իր խորհուրդը փչացավ եւ ինքը ինքնասպան եղավ։ Ինչ ենք հասկանում, երբ քո անունն ենք ասում։
Եվ քո անունը ասում ենք, ինչ ենք հասկանում։ Ասենք, լավ, հարուստ մարդ Աստծով, թե առանց Աստծո։ Իմաստուն մարդ Աստծով, թե առանց Աստծո։ Շատ ուժեղ ես, Աստծով, թե առանց Աստծո։ Ուժեղ ես հոգևոր ուժեղ նկատի ունեմ։ Ֆիզիկապես էլ թեկուզ։ Շատ կարևոր է, որ դու տեսնես Աստծուն քո հետ։ Եվ ինչքան դու Աստծո կարիքը ունես, մենք ասացինք, չէ՞։ Նաև մենք կարիք ունենք իրար լրացնելու։ Դու չես կարող ասել ես սիրում եմ Աստծուն, բայց եղբորը տեսնես ու ասես չեմ սիրում, ու ծանոթ է։ Մի հատ պատմություն եմ ուզում կարդալ, որը շատ ինձ կպել է եւ սա կլինի իմ քարոզի այն մի քիչ երկար է լինելու, բայց կենտրոնական եւ վերջաբանը իրար հետ կլինի։ Գործք առաքելոց 8-րդ գլխի 25-ից 30 մինչև 39 խոսքը։ Կարող ենք լսել ու շատիր լսեք։ Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպոսի հետ եւ ասեց. «Վեր կաց գնա հարավային կողմը այն ճանապարհը, որ Երուսաղեմից իջնում է Գազա, որ անապատ է»։ Եվ նա վեր կացավ գնաց, եւ ահա եւ մի եթովպիացի մարդ, եթովպիացիների կաթնակա թագուհու ներքինի մի իշխան, որ նրա բոլոր գանձի վրա էր, որ եկել էր Երուսաղեմ երկրպագություն անելու, եւ ետ դառնելիս իր կարգում նստած կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը։ Հոգին էլ Փիլիպոսին ասեց. մոտեցիր եւ հասիր այդ կարգին, եւ Փիլիպոսը առաջ վազելով լսեց, որ Եսայիա մարգարեի գիրքն էր կարդում եւ ասեց. հասկանում ես արդյոք կարդացածը։ Նա էլ ասեց. ինչպես կկարողանամ, եթե մեկը չառաջնորդի։ Նայ ուզում եմ քո մեջ կրկնես, ինչպես կհասկանամ, եթե մեկը չառաջնորդի։ Այս ներքինին մեծահարուստ մարդ էր։ Ասած մի քիչ ժամանակակից լեզվով ասած, բանկի կառավարիչ կամ մինիստր ֆինանսовых ձեր վերջը։ Ինչ որ շատ հարուստ մեկն էր, այդտեղ գրած է բոլոր թագու բոլոր գանձերի կառավարիչ։ Տենց է գրած։ Ահա, հիմա այս հարուստ մարդը, այս մեծահարուստ մարդը մեկի կարիքը ուներ։ Ինչպես կհասկանամ, եթե ինձ մեկը չառաջնորդի, այդ մեկի կարիքը ունեմ ես։ Շատ է դուրս գալ այս մարդը, այս ներքինի դիրքը հոգևոր իր այդ դիրքորոշումը, պոզիցիան իր, շատ դուրս գալիս է։ Ուզում եմ մենք իր նման լինենք, այս հարցում իրանից սովորենք։ Եվ ստեղ մի քանի բանի ուշադրություն դարձնենք։ Սկզբից ասում է Տիրոջ հրեշտակը Փիլիպոսին ասեց։ Չէր կարա Փիլիպոսը ինքը գնար, ներողություն, բանա, հրեշտակը ինքը գնար եւ ինքը ասեր ներքինին։ Բայց մեկի կարիքը կա, Փիլիպոսի կարիքը կա։ Այսօր շատերի կյանքում կարող ես Փիլիպոս լինել, կարևոր է որ Աստծո համար էլ դու լինես Փիլիպոս։ Աստված Փիլիպոսին ման է գալի, որ հրեշտակը քեզ ման գալի, որ քեզ ասի ուր գնաս, ինչ անես։ Բայց արի տես, որ երբ որ մոտիկացավ կարգին, չի ասում հրեշտակն ասեց, ասում է հոգին ասեց։ Հետաքրքիր է, չէ՞, այստեղ որ ասում է գնաց ահա մի եթովպիացի մարդ գնում էր եւ այլն, եւ այդ դառնալիս իր կարգում նստած կարդում էր Եսայիա մարգարեի հոգին էլ Փիլիպոսին ասեց, արդեն հրեշտակը գնաց հոգին մնաց։ Մոտեցիր եւ հասիր այդ կարգին եւ Փիլիպոսը առաջ վազելով լսեց, որ Եսայիա մարգարեի գիրքն է կարդում եւ ասեց. հասկանում ես արդյոք կարդացածը։ Նա էլ ասեց. ինչպես կհասկանամ, եթե մեկը ինձ չմեկնաբանի, եթե մեկը ինձ չառաջնորդի։ Այսինքն այս հարուստ մարդը կարիք ուներ Փիլիպոսի։ Ով է քո կյանքի Փիլիպոսը։ Կարող ես մեկի համար Փիլիպոս լինել դու ինքդ։ Եթե գիտես գրքերը, Տիրոջով առաջնորդվես, անպայման կգտնես ներքինին։
եւ անպայման կխոսես նրան։ Բայց ինձ ամենաշատը սրա հաջորդ քայլն է դուր գալի, որ ուզում եմ կարդամ։ Եվ Փիլիպոսը աղաչեց, որ վեր ելնին նստի նրա հետ։ Կարգով գնում է։ Արդյոք քո կարգում, քո մեքենայում վերցնենք այս պահին։ Տեղ կա Փիլիպոսի համար։ Քո սրտում տեղ կա Փիլիպոսի համար։ Գիտես, այս հարուստ մարդը չասեց դե ասա, ինքը ասում է, քաշվում է մի կողմ եւ ասում նստի կարգը, նստի կողքից, նստի թող Փիլիպոսը գա քո կյանքի մեջ։ Հավատացեք ժողովուրդ ջան, այսօր շատ սխալ մտածելակերպ կա, որ իրար կարիք չունեն եւ Փիլիպոսին չեն թողնում իրանց տուն գա, իրա կարգին նստի։ Քո կյանքում թող Փիլիպոսը հայտնվի, որովհետեւ ինքն է որ մեկնաբանալ, պիտի մեկնաբանի խոսքը, ինքն է որ Աստված նրան ուղարկել է։ Ես հասկանում եմ, դուք ասես, ես Աստծո հետ կապ ունեմ, այո, դա լավ է, դա շատ ճիշտ է։ Բայց Փիլիպոսի կարիքը նույնպես ունես, որովհետեւ բաներ կա, որ Աստված Փիլիպոսի միջոցով է քեզ հայտնելու։ Ես հավատում եմ, որ այս մարդը անգրագետ մարդ չէր, բավականին կիրթ էր։ Չեմ ասում միայն Փիլիպոսի կարիքն ուներ, բայց այդ պահին Փիլիպոսի կարիքն ուներ։ Հավանաբար դրանից հետո կգնար մի եկեղեցի, որտեղ արդեն Պետրոսի կարիքը կունենար, Տիմոթեոսի կարիքը կունենար եւ այլն եւ այլն։ Պողոսի կարիք կունենար։ Այսինքն մենք մեր ընթացքի մեջ կարիք ունենք Պողոսների, Տիմոթեոսների, կարիք ունենք Եղիայի, Եղիսեի, կարիք ունենք Փիլիպոսի, ես խառն եմ թվարկում, դրա կարիքը շատ ունենք։ Եվ այս ընթացքի մեջ, որ մենք գնում ենք, որովհետև սա հիմա ինչ որ մենք անում ենք, սա մեր ընթացքի մեջ է մտնում։ Նրանք ովքեր որ հավատացին եւ ավարտեցին, թողեցին, հեռացան։ Բայց նրանք որ ընթացքի մեջ են, դեռ իրար հետ ենք։ Մենք մի կարգ ասեմ, հա, կամ մի լոդկայի մեջ ենք, կամ մի կարգի մեջ ենք, մի եկեղեցու մեջ ենք, մի տեղ ենք, ժողովուրդ ջան, եւ մենք իրար կարիք ունենք, եւ դուք իրար կարիք ունեք։ Եվ թող Աստված այդ շնորհներով հաստատի ու կայացնի։ Գալիս եմ քարոզիս ավարտին։ Մի տեղ էլ պետք է կարդանք, հա, ես կարդացել եմ։ Մի հատ նորից թույլ տվեք հիշացնեմ։ Երեմիայի 6-րդ գլխի 16 խոսքը, երբ որ կարդացինք, ասացինք, որ այսպես է ասում Տերը, կանգնեցեք ճանապարհներին, տեսեք եւ հարցրեք Վաղեմի ճանապարհներից, թե արդյոք որն է լավ ուղին, եւ այն ժամանակ գնացեք նրանով, եւ դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիներին։ Հետաքրքիր է վերջին խոստումը, երբ որ ասում է, երբ որ դու Վաղեմի ճանապարհներից կհարցնես, դու կգնաս եւ նոր հանգստություն կգտնես։ Մի սխալ, որ հաճախակի հավատացյալներն անում են, սա է, որ ասում են բաուրա։ Մենք միշտ տենց ենք մեկնաբանում։ Հավատքը չերևացած բաների ապացույց է, հուսացած բաների հաստատություն։ Ու կարծես հավատքը մի բան է, որ միշտ չի երևում, բայց այտենց չի, ժողովուրդ ջան։ Հավատքիդ գործերը պետք է երևա։ Վերջապես մի օր քո հավատքը պիտի երևա։ Երբ որ ասում է Վաղեմի ճանապարհներին հարցրեք, ձեր առաջնորդներին հետևեցեք եւ նրանց հավատքի վախճանին նայեցեք եւ նրանց նմանվեցեք, մենք տեսնենք այս մարդու կյանքում, թույլ կտաս Վարդան ախպեր երկու բանով ասեմ։ Այս մարդը ես հիշում եմ, որ եկել ենք, ես առաջինն էի, որ եկա, դեռ հələ նոր իրանք եկել էին, ստեղ իրար տեսանք։ Ես հիշում եմ, մի հատ Ժիգուլի ուներ եւ կարելի ասել եկեղեցու կեսը տեղավորվում էր մեջին, լցված գնում էին, հա, եւ ես հիշում եմ ինքը ինչ արել։ Ժողովուրդ ջան։ Բացեմ, որ ավետարանել է, ես այս հարցում ուզում եմ, թեկուզ իրա դեմն եմ ասում, բայց այս հարցում ուզում եմ իրանից շատ բան սովորեմ։ Ինքը շատ հավատարիմ աղոթում է,
ամեն օր։ Ինձ համար էլ աղոտ։ Ես այդքան ասում եմ, ես իր համար այդքան շատ չեմ աղոտ։ Մեկ հիշում եմ աղոթում, բայց ինքը գիտեմ, որ միշտ աղոթում եմ։ Ժողովուրդ ջան, դուք ինչ որ մեկի աղոթքի արդյունքն եք, որ այստեղ եք։ Ինչ որ մեկը ձեզ համար աղոթել է։ Ես հավատում եմ, որ Պողոս առաքյալը հենց այնպես չի ասել, որ Տիմոթեոս, ինչ որ ինձ լսեցի, Պողոսը երևի օր ու գիշեր տենց էլ ասում է միտեղ։ Ես աղոթում եմ, ես բարեխոսում եմ ձեզ համար։ Նա աղոթների մեջ էր հարատևում։ Հիմա տես, քո հարազատները, քո բարեկամները կարիք ունեն փրկության։ Դու իրանց կյանքում կարող ես լինել Փիլիպոս։ Այսինքն ոչ միայն գնալով, հա, ոչ միայն հասնելով կարգին, այլ նաև իրանց համար աղոթելով։ Գիտեք, այս շենքը չկար։ Վարդան եղբայրս հիշում եմ, վազում էր, մեկ ընդեղ, մեկ էս դալիճը, մեկ միտեղ էր վարձում։ Մի օր եկա տեսա հերվից, հո աղմուկ չի գալի, եղբայրներից մեկը պաշտանում էր։ Մտա ներս դալիճում դեմը մի քանի հոգի էին նստած։ Բայց աղմուկ էր գալիս, որ կարծես ամբողջ դալիճը լեփ լեցուն լիներ։ Անցավ ժամանակներ։ Աստված հավատքի պատասխան տվեց, հա, արդյունք կա։ Գիտեք, բոլորս էլ հայերս լավ ենք հասկանում, եկել ենք Վարձովի տներում ենք ապրել, հա, եկել ենք ոչ մեքենա ենք ունեցել, ոչ դոկումենտ ենք ունեցել, ռեգիստրացիան վերջանում էր, վազում էինք սահմանը, վերջը, տարբեր պրոբլեմներ, անընդհատ խնդիրներ ա եղել։ Բայց եղել է հավատք։ Անապատը բոլորի համար է։ Բոլորս էլ եկել ենք տես տեղեր։ Եթե այն ժամանակ, ես հիշում եմ, որ խոսեցի, եկեղեցուն ասացի, ժամանակ կգա, որ ամեն մեկը ձեր տնից կնստեք ձեր մեքենաները եւ կգնաք ձեր եկեղեցու շենքը։ Այս մարգարեությունը ձեր համար մի քիչ շուտ ա եղել, բարկասու այս շենքի համար։ Սա կպատմի սերունդների համար։ Հենց հաջորդ սերունդը, որ կարծնի, բայց ինչ շենք է, մի 120-150 տարի հետո կարող է մեզ էլ չհիշեն։ Հավանաբար դուք չեք լինի, ձեր երեխաների երեխաները կլինեն, թոռների երեխեքը կլինեն, չգիտեմ կպատմեն, չեմ պատմի, բայց այս շենքը կմնա։ Այս մասին պատմություն ա գրվել։ Եվ երբ որ հարցնեն սա ինչ շենք է, այս քարերը խոսելու են այս ընթացքի մասին, այս ճանապարհի մասին։ Գիտես, եթե մի խնդիր կա, մի դժվարություն կա, վաղեմի ճանապարհներից հարցրեք։ Գուցե մեկը տեով արդեն անցել է։ Փիլիպոսի սիրտը, ավելի շուտ ներքինի սիրտ ունեցեք։ Թող Փիլիպոսը քո կյանքում մի փոքր տեղ գտնի։ Թող քո կարիտա, հա, ռուսերեն, թող քո կարիտայում տեղ գտնի։ Թույլ տուր թող ինքը քո տունը գա, թույլ տուր թող ինքը քո մեքենան գա, թույլ տուր որ ինքը Փիլիպոսը թող քո կյանքում տեղ գտնի։ Որտե Փիլիպոսները կգան կանցնեն, ժամանակները կգնան, ձեռիցդ բաց կթողնես։ Հավանաբար այդ օրերին, ես էլ ասեմ ավարտեմ, շատ ներքիններ կային, հավանաբար այդ օրերին շատ շատեր կլինեին, բայց Աստված այդ մեկի մոտ ուղարկեց Փիլիպոսին։ Հարց առաջանում, ինչու։ Ինչու հենց դրա մոտ ուղարկեց, ինչու հենց այդ ներքինի, որովհետև սիրտը պատրաստ էր բացել ինքը։ Մենք կարիք ունենք, իրար կարիք ունենք, թող Տերը ձեզ շատ օգնի։